Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Առհասարակ մենք խոսում ենք այն մասին, որ յուրաքանչյուր խնդիրը լուծելու համար կարևոր է գտնել պրոֆեսիոնալ մարդու, ով իր տեսակով նաև մոտիվացնող է։ Իսկ ինչ վերաբերում է կերպարին, այստեղ իհարկե պիտի մարդ լինի, ով կարողանա իրականում օգնել, որպեսզի դուք նաև հագուստի միջոցով իսկապես ընդգծեք ձեր առավելություններն ու թաքցնեք թերությունները։ Ասում են շատ դեպքերում դա դժվար է, որովհետև ի վերջո մեր կազմվածքի հետ կապված թերությունները չեն միայն։ Լինում են դեպքեր, երբ ուղղակի հագուստը դու չես կարողանում մատուցել։ Եվ հենց սրանով են պայմանավորված առավելությունները այն սրահների, որտեղ մարդիկ կարողանում են ձեզ մոտիվացնել։ Իրականում այնպես անել, որպեսզի ձեր աչքերը փայլեն որևէ հագուստ կրելիս։ Իսկ սա գալիս է հենց սկզբից։ Ես միշտ նշում եմ, որ ամեն ինչ, ինչքան էլ ժամանակները փոխվում են ու տեխնոլոգիական մեր ժամանակներում կարելի է ամեն ինչի պատկերը այսպես ստանալ, միևնույնն է, ամեն ինչ գալիս է մարդուց ու իր էներգիայից։ Շատ հաճելի է ինձ համար, որ այսօր մենք հնարավորություն ունենք իր տեսակով տարբերվող կնոջ հետ զրուցել։ Գիտեք, որ ասպարեզում էլ լինի, կան կանայք, որոնք պիտի հաջողություն գրանցեն, որովհետև իրենք կարողանում են յուրաքանչյուր բանի մեջ իսկապես տեսնել դրականը, կարևորել այն ամենաէականը ու օգնել, որպեսզի ոչ միայն իրենք քայլեն առաջ, այլև դուք իրենց հետ միասին գնաք աշխարհը նվաճելու։ Առավել ինձ համար հաճելի է լինում, երբ մենք հնարավորություն ենք ունենում այսպեսի բացառիկ, իրենց տեսակով տարբերվող կանանց հետ զրուցել օվկիանոսից այն կողմ։ Եվ այսօր հենց այդ օրերից մեկն է։ Այսպես շատ ընդհանուր, եթե վերցնենք, տպավորություն է, որ հիմա մեր ժամանակներում, երբ ամեն ինչ բաց է, համացանցում ամեն ինչ կարելի է գտնել, դժվար է գտնել այնպիսի սրահ, որտեղ իրականում ձեզ կօգնեն կերպարանափոխվել, ձեզ կօգնեն ընդգծել ձեր կանացիությունն ու առավելությունները։ Եւ այսօր մենք խոսելու ենք այդպիսի մի հրաշալի սրահի տիրուհու հետ։ Այս պահին ուզում եմ մեծ սիրով Elroom-ում նաեւ ձեր անունից ողջունել Delamour Fashion-ի հիմնադիր տնօրեն Էմմա Բալայանին։ Էմմա, ես շատ ուրախ եմ ու ինձ շատ հաճելի է, որ առիթ ունենք հանդիպելու։ Առավել ինձ շատ հաճելի է տեսնել ձեզ այսքան կանացի, գեղեցիկ, հետաքրքիր եւ յուրաքանչյուր փոքր ու մեծ իրադարձության մեջ այսքան դրականը տեսնող։ Լավ է տրամադրությունը։ Շատ լավ, ինչպես միշտ շատ լավ տրամադրությամբ, շնորհակալություն։ Ձեր արմատները Արցախից են գալիս, ձեր մայրը Երևանի Պետական Համալսարանում երկար տարիներ դասախոսել է եւ հիմա շատ կարեւոր է, որ բանաստեղծություններ է գրում, իսկ հայրը զինվորական է եղել, այսինքն զինվորականի ընտանիքից։ Ավարտել եք Երևանի Պետական Համալսարանը, բանասեր եք մասնագիտությամբ, լեզու եւ գրականություն, բայց ձեր մասնագիտությամբ չեք աշխատել։ Այո, բախտի բերմամբ եւ պատահման, չգիտեմ, ես տեղափոխվեցի, ավարտեցի եւ տեղափոխվեցի Դոնեցկ, Ուկրաինա։ Անկախ ամեն ինչից, թե որտեղ եմ բնակվել, ես միշտ սիրել եմ իմ հողը, իմ հայրենիքը եւ միգուցե դա արմատներով է գալիս, թե իմ պապայից, թե իմ մամայից հոգեբանությամբ եւ միշտ իմ ընտանիքում այդ դաստիարակությունն եմ ստացել, որ մեր հողը սուրբ է, մեր հայրենիքը սուրբ է եւ ընտրել եմ այդ մասնագիտությունը՝ հայոց լեզու գրականություն։ Այո, բայց գեղեցիկի զգացողությունը ձեր մեջ միշտ եղել է փաստորեն, նույնիսկ այստեղ նաև Դոնեցկում ապրելու այդ տարիներին, այսինքն դուք կարողանում եք մի քիչ ուրիշ կերպ նկատել գեղեցիկը եւ մատուցել նաև։ Նայեք, արմատներից մեջ կա նկարչական ջիղ եւ այդ պատճառով ես Դոնեցկում դիզայներական աշխատանքներով եմ զբաղվել, տների հետ կապված, միշտ տեսել եմ գեղեցիկը, կյանքում պետք է միշտ գեղեցիկ ապրել։ Կապ չունի որտեղ ես բնակվում, որտեղ է քո բնակության վայրը, գեղեցիկ ապրելը դա իմ խորհրդանիշն է։ Այո, իսկապես արմատների մեջ կա, փաստորեն նաև ձեր եղբայրը պրոֆեսիոնալ նկարիչ է, բայց ինտերիերի դիզայնով եք զբաղվել, ըստ էության Դոնեցկում։ Եվ այդ միջավայրի գեղեցկությունը, ձեր մարդկանց հետ հարաբերությունների գեղեցիկը նկատել ես հարաբերությունների մեջ, նաև հագուստի մեջ հիմա նկատել առանձնացողը, հա, ձեր սրահում չես կարող տեսնել սովորական ինչ-որ բաներ, յուրաքանչյուր բանի մեջ մի հետաքրքիր էներգիա կա դրված։
Սա փաստորեն բնավորությունից է, այսինքն ոչ թե մասնագիտական, այլ երևի ձեր ներսից է գալիս։ Այո, Լիլիթ ջան, այո, դուք նկատեցիք, այո, մենք ընտանիքով ենք ստեղծել մեր բիզնեսը, օր ու գիշեր չենք խնայել ընտանիքով այս բիզնեսը ստեղծելու համար, հոգի եւ սիրտ ենք դրել եւ ձեզ ասեմ, իմ հաճախորդներից այնքան գոհ եմ, որ գալիս են մարդիկ եւ ասում են ոնց որ հոգեբանական անկյուն լինի, այս մեր փոքրիկ անկյունը դարձել է հոգեբանական անկյուն, մարդիկ գալիս են, լիցքավորվում են, լիցքաթափվում են, գեղեցկանում եւ գնում։ Եվ գնում։ Բայց այդ միտքը ինչպես եկավ, եթե գանք ավելի հետ գնանք, փաստորեն 2014-ից արդեն նահանգներում եք, փետրվարի Սիրո տոնին ընթառաջ շիր դռները բացեց հրաշալի De l'Amour Fashion-ը, որը հենց այդպես էլ կարելի է թարգմանաբար նշանակում է սիրով։ Սիրով, այո։ Անկեղծ ասած 14 թվականից այստեղ եմ եւ շատ առիթների եմ մասնակցել, հրավերքների եմ մասնակցել եւ ես նկատեցի այդ բացը Ամերիկայում, քանի որ շատ կարեւոր է իմ համար գույնը։ Մարդիկ պետք է ապրեն գույնավոր, այդ անկեղծ ասած մեր հայերը շատ են սիրում սև, ես կուզեմ մեր հայերը դուրս գան այդ սևից, գույնավոր ապրեն, ամեն ինչի մեջ գույն տեսնենք, քանի որ մայրիկս հոգեբանության ամբիոնում է աշխատել եւ հոգեբանի ընտանիքում է մեծացել, իմ մամաս միշտ ասում էր, որ գույնը մարդ է բնութագրում, այսինքն բնավորություն է բնութագրում։ Ինչ գույն սիրում են այդ բնավորության տերեն։ Ահա, այո, այդ բնավորության։ Երևի դուք շատ ավելի լավ, քան ես գիտեք, որ հայերը նախընտրում են սև, այն իմաստով, որ տպավորություն է, որ սևն ավելի, այսինքն նիհար է ցույց տալիս։ Բայց փաստորեն գույներով դուք կարողանում եք հրաշալի ընդգծել առավելություններն ու թաքցնել թերությունները։ Այո, Լիլիթ ջան, մեր հայերը գիտեն, նախընտրում են սևը հասկանալով, որ սևի մեջ երևում են նիհար եւ գեղեցիկ, բայց կա ճիշտ հագնվելու բնագավառ, որ պետք է ուղղակի ճիշտ հագնվել։ Կարող ես գույն համատեղել եւ ճիշտ հագնվել, որովհետեւ այո, դա էլ է կուլտուրա, դա էլ է դաստիարակություն եւ ասեմ ձեզ շատ հաճելի է, երբ որ մարդ մտնում է մեր սրահ եւ ասում է հոգնել ենք սևից, ուզում եք մի քիչ գույն հագնենք։ Դուք չեք պատկերացնի, ես այդպիսի հաճախորդներին ինչ հիացմունքով եւ շոյանքով եմ դիմավորում, որովհետեւ ուրախանում եմ, որ մեր հայերը արդեն գույն են տեսնում կյանքի մեջ։ Ես գույնի մեջ լավագույնն եմ տեսնում, ես գույնի մեջ տրամադրություն եմ տեսնում, չգիտեմ, ինձ համար շատ հաճելի է գույնը, ես կարծում եմ իմ հագուստից եք զգալ, որ ես գույն եմ սիրում։ Այո, հրաշալի տեսք ունեք, բոլորին չի չես պատկերացնի, որ այսպիսի այս համադրությունը իհարկե կսազի այնպես ինչպես ձեզ, բայց ձեր էջում էլ կարելի է տեսնել բոլոր համադրությունները շատ նուրբ ու ճաշակով ընտրված են։ Էմա ձեր թույլտվությամբ մի քանի մանրամասների եմ ուզում անդրադառնալ, մի քանի ամսվա ընթացքում իրականում ձեր սրահը դարձել է սիրելի վայր։ Նշեցիք, որ հոգեբանն է ձեր մայրը, երևի այստեղից է եկել, որ նաև հոգեբանական առումով սիրում են ձեզ հետ կապվել, ձեզ հետ շփվել, այդ վստահությունը, որ ձեզնից գալիս է մարդկանց, կանանց աշխարհի որ անկյունում էլ լինի, միշտ պետք է։ Լիլիթ ջան, այո, ճիշտ եք նկատել, մարդիկ հաճախորդներ կան, որ հատուկ գալիս են ինձ համար, ինձ հետ շփվելու, ինձ հետ սուրճ խմելու մի բաժակ, հոգեպես մենք առնչվում ենք մարդկանց հետ եւ անկեղծ ասած, այո, մարդիկ այսօր փնտրում են մի անկյուն, որ կարողանան հոգեպես հանգստանան։ Միգուցե ստացվում է դա ինձ մոտ, թեկուզ հոգեպես օգնեմ եւ ընտրության մեջ եւ հագուստի ընտրության մեջ եւ գույն եմ առաջարկում եւ ոչ եմ առաջարկում եւ որակ եմ առաջարկում, որովհետեւ ամեն ինչը շատ կարեւոր է։ Չի կարող լինել գույն եւ անորակ լինել։ Ամեն ինչը պետք է համատեղել կյանքում։ Գույնի հետ պետք է երազանց որակ լինի, որովհետև որակը շատ կարևոր է հագուստի մեջ։ Միշտ սիրել եք ֆրանսիական մշակույթը, սա ինչ որ առումով մեզ համար իհարկե չափանիշային է, ֆրանսերեն անվանումը De l'Amour Fashion եւ միևնույն ժամանակ ես գիտեմ, որ այդտեղ ֆրանսիական երաժշտություն է հնչում կամ մեր Շարլ Ազնաուրն է միշտ հնչում։ Այսինքն այս ամեն ինչը տրամադրում են ավելի բարձր, ավելի կանացի, ավելի գեղագիտական առումով բարձր նշաձող են սահմանում։ Սա նպաստում է, որպեսզի նաև ընտրելուց կանայք իրենց այսպես թագուհի զգան։
Իհարկե, ես եմ նպաստում այդ հարցում։ Այո։ Եվ երաժշտությունը մարդկանց շահագրգռում է իրենց բարձր զգալու, գեղեցիկ զգալու եւ անկեղծ ասած ես հենց այնպես չեմ ընտրել Շառնազնավուր, որովհետեւ ես սիրում եմ գնահատել մեր մեծերին։ Ես հպարտանում եմ, որ ես այդ ազգից եմ։ Մեր ազգը պետք է սովորի գնահատել այն ինչ ունենք եւ այն ինչ որ պիտի ունենանք եւ այն ինչ որ հիմա ներկայում ունենք։ Երբ որ մեր ազգը սովորի գնահատել եւ ամեն ինչի մեջ լավատես լինենք, շատ լավ կլինի եւ միահամուռ սերը եւ հավատքը միայն կփրկի աշխարհը։ Սիրենք եւ գույն տեսնենք եւ միահամուռ լինենք, սերը եւ հարգանքը կփրկի աշխարհը, անկեղծ եմ ձեզ ասում եւ մեծ սիրով, ամեն ձև ես պատրաստ եմ մեր հայ ազգին սփոփեմ իմ թեկուզ մի փոքր ինչ որ մի կաթիլ կարողանամ օգնել իմ հայ ազգին, որովհետեւ հայ մայրերը արդեն ուզում եմ ծիծաղեն մի քիչ, ժպտան մի քիչ, ոչ թե արտասվեն։ Ես իմ երեխաներին էլ այնպես դաստիարակել, որ միահամուռ պետք է լինեք, պետք է գնահատեք լավը։ Եթե մենք մարդկանց մեջ միայն վատը տեսնենք, դա ճիշտ չէ։ Պետք է ամեն մեկի մեջ, ամեն մարդ էության մեջ պետք է լավը տեսնենք։ Բոլորս եւ լավը ունենք, ես վատը ունենք, բայց այդ լավը պետք է տեսնենք։ Չէ՞ որ Աստվածաշնչում կա մի հատ խոսք, որ բաժակը կեսով չափ բաժակը մարդկա դա դատարկ է տեսնում, մարդկա լիքն է տեսնում։ Դա մարդու էությունն է, դա մարդու տեսակն է։ Հիմա դե աշխատում ենք միշտ բավարար տեսնենք այդ բաժակը։ Այո, միշտ լիքը տեսնել հրաշալի է։ Դուք նաև դրանով հնարավորություն եք տալիս իսկապես շատերին վայելել, որովհետև մենք անընդհատ այդ վախը ունենք, հա, ապագայի հանդեպ եւ այդ ափսոսանքը անցյալի, բայց ներկայի վայելելու հնարավորությունները շատ քիչ են եւ Էմա ձեր շնորհիվ իրականում մարդիկ կարողանում են այդ պահը գնահատել, հասկանալ, կարևորել ու նաեւ վայելել։ Դուք նշեցիք, որ միահամուռ պետք է լինել, դրա փոքր օրինակը նաև հենց Lamour Fashion-ն էր։ Նշում եք, որ ձեր հրաշալի ընտանիքով միասին այդ որոշումը ունեցել եք եւ բոլորը մասնակցություն են ունեցել։ Գիտեմ, որ ձեր երեխաները դժվարանում եմ ասել, շատերը չեն հավատա, բայց դուք 23 տարեկան է ձեր որդին եւ 19 տարեկան աղջիկը։ Այո, մենք ընտանիքով ենք այս բիզնեսը իմ երազանքը իրականություն դարձրել, որովհետեւ մենք ամեն մեկս ամակ ունենք մեր սրահի մեջ։ Եվ իմ երեխաները, եւ իմ հարազատներս, եւ իմ ընտանիքս, ամենակարևորը իմ ընտանիքն է։ Այո, եւ միահամուռ լինելը նաեւ ընտանիքի մեջ է։ Ձեր ամուսինը ըստ էության ձեր ասպարեզի հետ կապ չունի, բիզնեսմեն է, եւ այս տարիների ընթացքում նաեւ ձեր երեխաները ուղղությունները տարբեր են, մասնագիտության բժշկական այս ուղղությունն է ընտրել ձեր դուստրը եւ տղան մեքենաների դիլեր մենեջեր է, արդեն աշխատում է։ Դուք փաստորեն կարողանում եք այս հրաշք մթնոլորտը պահել եւ կյանքի մեջ գույն ու գեղեցկություն ինքներդ նկատելու, նաեւ հնարավորություն տալ շատերին նկատելու։ Էմա, ձեր թույլտվությամբ մի քիչ արդեն մասնագիտականն է, ուզում եմ այս ուղղությանն անդրադառնանք։ Դժվար աշխատանք է կարողանալ, մանավանդ որ ես գիտեմ, որ դեռահասներից սկսած մինչև տարիքային որևէ սահմանափակում չկա։ Բոլորը կարող են իրենց համար եւ առօրյա եւ հատկապես տոնական զգեստները եզակի երևալու համար պետք է հենց այս, որը դուք տեսնում եք այս սրահից իհարկե ձեռք բերել։ Դուք եք ընտրում մոդելները եւ որակի մասին նշեցիք, որակի մասին ձեր այցելուները շատ նշում են, որ հարմարավետությունն ու գույնն ու գեղեցկությունը համադրված է այստեղ։ Այո, իմ մոտ գալիս են բոլոր տարիքի կանայք, դեռահասներից մինչև մեծահասակներ եւ աշխատում են բոլորին ծառայություն մատուցել։ Շատ-շատերը հետ են վերադառնում, շատ հաճախորդներ ունեն, որ գալիս են ասում են, Էմա ջան, անկեղծ ասած, sense service Glendale-ում չկա։ Եվ մի բաժակ սուրճ, մի բաժակ գինի, ես սիրում եմ մարդկանց հետ շփվել, ես սիրում եմ մարդկանց հաճույք պատճառել, երբ որ ես տեսնում եմ, որ մարդ գտել է այն, ինչ որ փնտրում է, որովհետև
ասեմ ձեզ, այստեղ Ամերիկայում շատ դժվար է այն հագուստը գտնել, ինչ որ երազում ես, ինչ որ ցանկանում ես հագնել։ Ձեր ոճը մի քիչ ուրիշ է։ Ինչ ապրանքանիշեր են, ինչպես եք գտնում, ինչպես եք հասկանում, որը պիտի ներկայացնել, Էմա։ Լիլիթ ջան, ես նայեք, ընտրում եմ այն, ինչ որ ես կհագնեմ։ Ես երբ որ շորը տեսնում եմ, ես մարդուն պատկերացնում եմ արդեն հագած։ Ես ընտրում եմ իմ ճաշակով շորեր, որովհետև դելամուղը իմ ապրանքանիշերն են, այն ես եմ ընտրում։ Կան տեսականիներ, բայց ես իմ ճաշակի ընտրությամբ եմ բերում։ Ես ընտրում եմ, այսինքն ես գիտեմ մարդիկ այստեղ ինչի պահանջ ունեն, ինչ գույնի պահանջ ունեն, ինչ հագուստի, ինչ որակի, ես նախընտրում եմ այն, ինչ որ ես կհագնեմ եւ ստացվում է իմ մոտ, ասեմ ձեզ, որովհետեւ շատ մարդիկ գալիս են, այո, եւ ասում են, որ իմ ոճն է տարբեր, որ իմ գույնն է տարբեր։ Աշխատում եմ բերեմ լավը, աշխատում եմ բերեմ որակովը, աշխատում եմ նաև գնային սահմանափակումները այնպես լինի, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել։ Նաև նկատի ունեմ դա։ Մարդ կարողանա իր գրպանին հավասար կարողանա օգտվել եւ իրեն թագուհի զգալ այդ առիթին։ Այո, այսինքն բոլորը կարող են իրենց հարմար հագուստ ընտրել։ Այո։ Այդ սահմանափակումն էլ նաև չկա։ Իսկ նաև որը ինչ որ հատուկ ապրանքանիշեր եք ներկայացնում, թե որտեղից եք ընտրում, որովհետև դժվար է, չէ՞, այսպես նաև որակը այսքան ճշգրիտ համատեղել, եվրոպական, հա, որակ է ես հասկանում։ Այո, մեր հագուստները գալիս են Եվրոպայից, Իտալիայից եւ Անգլիայից, շատը նաև Ֆրանսիայից, տարբեր տեղերից են գալիս, ես աշխատում եմ դիզայներների հետ, ես ինքս ընտրում եմ, ես ինքս առաջարկում եմ նաև, մի քիչ փոփոխություններ եմ անում, այսինքն այն կարվում է, այսպես ասած, իմ ճաշակով, իմ որակով եւ իմ ցանկությամբ։ Հրաշալի, այսինքն հենց այդպես արդեն դուք կարողացել եք նաև արտադրողների հետ այս կապը ապահովել։ Այո, գործարանների հետ եմ կապնված եւ ես եմ թելադրում, ես եմ առաջարկում եւ ես եմ ցանկությունս հայտնում ինչ կուզենայի։ Մի քիչ իրենց օգնությամբ, մի քիչ իմ օգնությամբ, մի քիչ իմ նկարչական ջիղի օգնությամբ Այո, մի քիչ ձեր այդ հզոր կանացի էներգիայի օգնությամբ, որը իրականում շատ հզոր է։ Կանայք ասում են, որ այդ իրենց այդ 6-րդ զգայարանով ինչ որ բան, որը նույնիսկ եթե չգիտեն, չեն ուսումնասիրել այդ պահին, բայց զգում են, թե ինչը կարող է իրականում կնոջը երջանիկ դարձնել։ Էմա, Հայաստանից նույնպես փաստորեն պատվերներ ունենում եք։ Այո, Լիլիթ ջան, ես հետևորդներ ունեմ նաև ամբողջ աշխարհից եւ պատվերներ են, այո, պատվերներ են ցանկանում են մարդիկ, որպեսզի ես այստեղից ուղարկեմ հարսանյաց նշանադրության տարեդարձի պատվերներ եմ ուղարկում ցանկացած առիթի։ Մի խոսքով բոլոր տարիքային սահմանափակում չկա եւ ոչ մի խնդրեմ ես չեմ տեսնում դրա մեջ, որովհետեւ դա ինձ համար խնդիր չէ։ Եթե ցանկություն կա, ես անգամ ինքս եմ հագնում, մարդկանց ցուցադրում եմ, որ մարդիկ տեսնեն դա հագած ոնց է երևում։ Հիմա չգիտեմ, ստացվում է դա իմ մոտ։ Այո, ստացվում է եւ նաեւ դուք մարդկանց հետ այնքան մանրամասն շփվում եք, այսինքն չափի հետ կապված եւ այլն ինչպես կնստի, դուք որ տեսնում եք արդեն հասկանում եք, այս կինը կարող է կրել թե ոչ։ Այո, իհարկե, այո, որովհետեւ երբ որ ցանկությունը եւ տեսնում ես մարդ ցանկանում է այդ շորի մեջ տեսնել իրեն, բայց ես բացատրում եմ, որ դա տգեղ կլինի, դա շատ արտահայտիչ կլինի այն ինչ որ ինքը ուզում է փակցնել այդ շորի տակ։ Մարդիկ վստահում են ինձ, որովհետև ես առաջարկում եմ այն, ինչ որ գեղեցիկ է նայվում։ Մի փոքր դետալ կարող է լինի, բայց ամբողջ տեսքը կնոջ փոխվի։ Մի փոքր դետալից, որ դա ինքը անգամ չի էլ մտածել, որ կարող է մի փոքր դետալից իր տեսքը փոխվել եւ դառնալ թագուհի, ես դա առաջարկում եմ։ Այո, այս առումով փաստորեն գույների նաև ինչ որ տենդենսներ կան, նորաձևությունը ինչ որ բաներ թելադրում է, չնայած ես գիտեմ, որ դուք բոլոր գույներն եք սիրում, այսինքն հիմա կան ինչ որ ուղղություններ, որոնց վրա հատուկ պետք է ուշադրություն դարձնել, որոնք ավելի շատ պահանջարկ ունեն Էմա։ Լիլիթ ջան, անկեղծ ասած իմ մոտ ավելի շատ պահանջակը երեկոյան հագուստների մեջ է, որովհետև մարդիկ առօրյա կյանքում գտնում
են, այն ինչ որ կարողանում են հագնել, գտնում են, բայց իրենք խնդիր ունեն երեկոյան հագուստների եւ ես հիմա ուղղությունս ավելի փոխում եմ երեկոյան հագուստների։ Այո, Երևանից էլ եմ ունենում հաճախորդներ, որ երեկոյան հագուստներ են ուզում եւ աշխատում եմ հիմա ուղղությունս փոխեմ ավելի երեկոյան զգեստների վրա։ Ահա, եւ այստեղ գույն մտցնել, փաստորեն որ գույներն են, որ երեկոյան Սև գույն քիչ ունեմ, թեկուզ ինքը շատ էլեգանտ է, թեկուզ ինքը շատ շքեղ է եւ կլասիկ, բայց դրա հետ համատեղ ես ավելի շատ գույն, քանի որ մարդիկ մտնում են սրա եւ տեսնում են գույն, անկախ իրենցից իրենց տրամադրությունն էլ է բարձրանում։ Համաձայն եք, որ ամեն ինչը ի վերջո էներգիա է, հայ դու ինչի սպասում ես, ինչ որ առումով դա է ստանում։ Այո, Լիլի ջան, համաձայն եմ ձեզ հետ։ Նայ, կան մարդկանց տեսակներ, որ մարդկա նայում ես, ասում ես շատ վատ աուրա ունի։ Մարդկա ասում ես ինչ թեթև աուրա ունի եւ այո, էներգիան շատ կարեւոր է։ Մեր Հայաստանը Աստծո էներգիան ունի, Աստծո տված հողն է եւ ես հավատում եմ մեր Երևանի, մեր Հայաստանի հողի էներգիային, որ ինքը քաշողական ինչ որ sense մի հատ էներգիա ունի, ձգողական մի հատ էներգիա ունի, որ բոլորը ով գալիս է աշխարհի բոլոր անկյուններից կարոտում են Երևանը, կարոտում են Հայաստանը, կարոտում են մեր հողը հայրենի։ Եվ անկեղծ ասած ես շատ երազանքներ ունեմ, որ ես իմ գործունեությունը շարունակել եմ նաև իմ Հայաստանում։ Շատ եմ ուզում, որովհետև շատ եմ ուզում, որ ուրախությունները այո լինի, շատ լինի եւ օգնեմ ես իմ գույնով թեկուզ անգամ օգարած լինեմ մեր կանանց, որպեսզի իրենք թագուհի զգան։ Ես օգտվելով առիթից խոնարհվում եմ բոլոր մեր հայր մայրերի առջև։ Այո։ Շնորհակալ եմ, շատ եմ, իրականում այնքան հետաքրքիր է ձեր մեջ, ձեր այսքան կանացի, այսքան նրբաճաշակ, բայց այնքան հզոր էներգիա կա բոլոր առումներով։ Համաձայն եք, որ եթե կինը ուզում է իրականում անհնարին ոչինչ չկա ու ամեն ինչի համար գտնում է եւ էներգիա, եւ ժամանակ, եւ նաեւ ելքեր իրավիճակներից։ Այ Լիլի ջան, իհարկե համաձայն եմ։ Մենք բոլորս կին ենք, բոլորս էլ համամիտ ենք այդ խոսքերի հետ։ Այո, կինը շատ ուժեղ է։ Ուժեղ է կինը, որ Աստված ստեղծեց, կինն է մենակ կարողանում մայրանալ եւ կյանքին շարունակություն տալ։ Շնորհակալ եմ, Էմա, եթե վերադառնանք, ես շատ կուզեմ, որ իրականում Հայաստանում Lamouch Fashion-ը ունենա մասնաճյուղ, դե Lamouch Fashion-ը, որովհետեւ այս դեպքում ավելի շատ դուք հնարավորություն կունենաք նաեւ այստեղ լինել Հայաստանում եւ այդ ձեր դրական էներգիան իրականում նաեւ այստեղ տարածել։ Ես ուզում եմ նաեւ դուք խոսեք սխալների մասին։ Անկեղծ ասած այդ սխալը գիտեք ինչու եմ ուտեսնում, մեր կանայք կան, որ այդ սխալը ծածկելու փոխարեն ավելի ուզում են ընդգծել այդ սխալը, այդ թերությունը ուզում են ընդգծել եւ դա շատ սխալ է։ Ես դա տեսնում եմ, որ եթե մարդ թերություն ունի, բոլորս թերություն ունենք իհարկե, եթե թերություն ունենք, պետքա չընդգծենք, ուղղակի պարփակենք այդ թերությունը։ Այո։ Գույնով պարփակենք։ Գույնով հնարավոր է փաստորեն ծածկել, փակել, այո։ Այո, ծածկել, այո, կարող ենք ծածկել գույնով։ Իհարկե կարող ենք։ Էմա, իսկ եթե օրինակ Հայաստանից կամ աշխարհի որևէ անկյունից ձեզ հետ կապվեն, ուղղակի այսպես հեռավար խոսելով, տեսնելով մարդուն, դուք կարող եք խորհուրդ տալ, ինչ գույն կսազի, որ գույնը ինչպես պետք է համադրել, ինչը կսազի տվյալ մարդուն, դուք ինչ կառաջարկեք։ Այո, իհարկե կարող եմ։ Ես մարդու դեմքը, մարդու մաշկի գույնը շատ կարևոր է, անկեղծ ասած, կարող է ինքը շատ գեղեցիկ գույն լինել, բայց չսազի այդ կնոջը, որովհետև ինքը կարող է թուխ լինել, ինքը կարող է սպիտակամաշկ լինել, չէ՞ որ նաև պետք է նկատի ունենալ մարդու մաշկը։ Այո, ինչ գույն ունի մաշկը, այո, եւ ըստ այնը եւ իր մազերի գույնով եւ իր սանրվածքով ամեն ինչը պետք է համատեղ լինել։ Այո, իհարկե կարող եմ։ Ամեն ինչ կարող եք օգնել։ Այո։ Շնորհակալ եմ։ Էմա, իսկ ամեն դեպքում դժվար է, նշեցիք, որ դժվար աշխատանք է, ինչքան էլ որ հաճելի մասը շատ է։ Ինչպես եք հանգստանում, որն է ձեր լիցքաթափվելու, լիցքավորվելու տարբերակը, ժամանակ գտնում եք արդյոք շփումների համար, հանգստի համար։
Այո, իհարկե։ Կնոջ մտքին տեղ լինի, Լիլիթ ջան։ Ամեն ինչի ժամանակ են գտնում։ Եվ իմ հանգստի անկյունը իմ ընտանիքն է, անկեղծ ասած։ Ես հանգստանում եմ իմ ընտանիքում։ Իմ երեխաների, իմ ամուսնու, իմ գեղեցիկ ընտանիքում եմ ես հանգստանում։ Աստծո տված անկյունն է դա իմ համար։ Հրաշալի ձևակերպում տվեցիք։ Այս ներդաշնակությունը, որ մարդիկ շուրջը ունի գեղեցիկի, հա, միջավայրի, նաև ընտանիքում հարաբերությունների մեջ պիտի, չէ, լինի։ Ես սիրում եմ բոլոր բարեկամներիս, բոլոր հարազատներիս, Աստված որ ինձ շնորհել է, եւ ամեն մեկի մեջ տեսնում եմ լավը։ Եթե լինում են դեպքեր, երբ որ ինչ-որ վատ մի արարք, ամեն ինչի մեջ ես տեսնում եմ լավը, միգուցե դա իր կողմից դա ճիշտ է, դա ինձ համար է սխալ, բայց միգուցե դա իր կողմից ճիշտ է, որովհետև ես չեմ կարծում, որ մարդիկ ինչ-որ ամեն ինչի մեջ պետք է փորփրեն, փորիկի նման կցահարեն, պետք չի։ Քայլեք անցեք առաջ, ամենաճիշտը դա է։ Աստված ինչու է տվել լեզուն, Աստված ինչու է տվել շփումը մարդկային։ Ամեն ինչ կարող ենք հարթել, ամեն ինչ կարող ենք գեղեցիկ տեսնել, ամեն ձև կարող ենք հարթել այդ թեկուզ այդ վատ պահը, Աստծո տված շնորհքով, խոսքով իհարկե։ Այո, խոսքով պետք է կարողանալ ամեն ինչի մեջ իրականում լավը տեսնել։ Էմա, դուք սիրում եք դրականի մասին խոսել եւ ձեզանից այդ մեծ այսպես հոսքով դրական էներգիան գալիս է։ Բայց դուք գիտեք, որ այսօր կանանց մոտ մոտիվացիայի պակասը կա, շատ նկատելի է, հա։ Ինչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր չեն կարողանում, հա, իրենց հաղթահարել, դժվարություններին ուրիշ կերպ նայել, ովքեր հիմա ինչ-որ դժվար իրավիճակում են ու որոշել են հանձնվել։ Կինը չի կարող հանձնվել, անկեղծ ասած։ Կինը շատ հզոր է, այո, եւ չի կարող հանձնվել կինը, կինարարածը շատ ամուր է։ Եվ անկեղծ ասած այդ հոգեբանական ստրեսի ժամանակ ես հասկանում եմ մի բան, որ կինը միայն շփման կարիք ունի։ Ես գտնում եմ, որ դա շփման պակասից է գալիս։ Մարդիկ այսօր շփման պակաս ունեն։ Երբ որ մարդիկ սկսեն շփվել եւ նորից եմ ասում, բարին տեսնել մեկը մյուսի հանդեպ, շատ լավ կլինի, ստրեսն է կվերանա, չի կարա ստրես լինի։ Բայց այո, բոլորը այսօր շփման պակաս ունեն, մարդկային շփման պակաս ունեն, Լիլիթ ջան։ Այո։ Շատ շնորհակալ եմ, ինձ իրականում շատ հաճելի էր, դուք այնքան այսպես կարճ նախադասություններով, բայց այնքան կարևոր բաների վրա շեշտը դրեցիք, իսկապես մեզ թվում է, որ աշխարհում ամեն ինչ պիտի ուրիշ լինի, որ դու կարողանաս երջանիկ լինել, այնինչ մարդկանց մեջ դրականը տեսնելը, շփումը կարևորելը, գեղեցիկով քեզ շրջապատելը ու գեղեցիկը նկատելը երևի իրականում հիմնական այն բանալի բառերն են, որոնք բանալի մտքերն են, որոնք որ հնարավորություն պիտի տան ուղղակի իսկապես վայելել այս օրը։ Շատ շնորհակալ եմ, ես շատ ուզում եմ, որպեսզի Դելամուխ Fashion-ը Հայաստանում եւս գործի, իսկ մինչ այդ Հայաստանում ամենակարևոր օրերը կարծում եմ, որ մենք արդեն գիտենք ում պետք է վստահել, մանավանդ որ հնարավոր է նաեւ պատվիրել, շատ ինձ համար սա շատ կարևոր ու ուրախալի լուր էր։ Շնորհակալ եմ, շատ հաճելի էր ինձ։ Շնորհակալություն Լիլիթ ջան, շատ շնորհակալ եմ նաեւ հրավերքի համար։ Գլենդելում հավանաբար բոլորը գիտեն, չնայած 25 թվականի փետրվարին Սիրոտոնի նախօրեին է ըստ էության բացել իր դռները Դելամուխ Fashion-ը։ Բայց հիմա արդեն հնարավորություն կա, կարող են նաև on-line պատվերներ անել բոլորը։ Հատկապես երեկոյան զգեստների տեսականին մենք շատ քիչ կադրեր այսօր հնարավորություն ունեցանք տեսնելու։ Ես ուզում եմ, որպեսզի դուք մշտապես հետևեք edge-ին, որովհետև տեսականին թարմացվում է շատ արագ եւ ամենահետաքրքիր ոճային, գեղեցիկ գույներով եւ շատ ընտրված համադրություններով դուք կարող եք իրականում ձեր օրը վերածել տոնի։ Եվ շատ կարևոր է, որպեսզի մարդը ինքը կարողանա իրեն զգալ տվյալ արարողության այս կարևոր մի օղակը, այս զգալու մասին է խոսքը, հագուստը ի վերջո, նորաձևությունը, թրենդները, սրանք ինչ են, սրանք մարդկանց երջանիկ դարձնելու, ինչ որ առումով իրենց ներքին հոգեվիճակն ընդգծելու միջոցներ են։ Եվ սա է պատճառը, որ այն սրահները, այն որտեղ որ գեղեցիկի վրա շեշտ է դրված եւ շեշտ է
դրված նաև շփման վրա, սրանք միշտ հաջողություն են ունենում։ Այսօր մենք զրուցում ենք Դելամուխ Fashion-ի հիմնադիր տնօրեն Էմմա Բալայանի հետ, ու ես ուզում եմ, որ մեր կյանքում իրականում շատ հնարավորություններ ունենանք զրուցելու մարդկանց հետ, ովքեր որ մեզ այսքան դրական էներգիա են տալիս։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։